Սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ վերջին շրջանում անձրևները անընդհատ չեն դադարում, սակայն եթե մենք նայենք այս եղանակին, կգնանք մեր գործերը բավականին հետ կտրել։ Կոնկրետ ինչ ենք մենք անում այս պահին, հանում ենք բոլոր բույսերը, որոնք խառն են, որոնք կան եւ այսինքն մայր եւ դստիկ բույսեր, կոնկրետ խոսքը ելակի մասին է, եւ փորձում ենք նրանք այս պահին կանգնել մի հատ փակ տեղ, այսինքն մեր տանիքը ծածկած լինի, եւ սկսում ենք դրանց սացիման աշխատանքները թաղարներում։ Պատկերացրեք այսպես, եթե մենք սկսենք բազմացնել եւ դնենք մի տեղ, ապա բույսերը ավելի արագ կաճեն եւ առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն համակարգված գեղեցիկ ձևով մենք կսկսենք տրկել հենց բաց դաշտը։ Ինչ ենք անում, տեսեք, հանել ենք ելակի թուփը, ես խորհուրդ կտամ դուք եւս հետևեք, առանձնացնում ենք բույսերը, տեսեք ինչքան շատ է։ Եվ իչայլոց ասել, այս դեպքում դուք կարող եք նաեւ ավելի հեշտ վաճառել, քանի որ արդեն դրանք գտնվում են թաղարների մեջ։ Դե ցնում ենք, հեռացնում ենք նրանց այս չորացած մասերը, դեղնած տերևները, տեսեք, եթե նկատում եք նույնիսկ ծաղիկներ, նրանք եւս հեռացնում ենք, տեսեք, այստեղ արդեն կոկոնակալված բան կա, հեռացնում ենք, որպեսզի տնկելուց հետո ուժը տա ավելի շատ տերևային զանգվածնի, մկրատս մի քիչ հաջող չէ, կներեք, տեսեք, արմատի ծայրերը եւս կտրեցին, նույնիսկ կարող եք ձեռքով, երբեմն մկրատի օգտագործում այգեգործական այս պահին ավելի բարդ է լինում, տեսեք, արդեն մաքրելուց հետո նկատեցի, որ երկու հատ է, վերցնում ենք անպայման ծակ մեթերում անցքի ունեցող թաղարներ, շատ փոքր լցնում ենք հող եւ տնկում ենք մեր ելակները։ Իմիջայլոց մի շատ կարևոր բան եմ ցանկանում ձեզ ասել, անպայման սեղմում ենք եւ հիշեք, բոլոր թաղարներում հիմնականում այս մասը մի քիչ լայն է եւ կտրված, տեսնում եք, չէ՞, այս լայնը, միշտ հիշեք, հողը պետք է լցնել դրանից ներքև, այլապես երբ սկսենք ջրումները, ապա ջուրը միանգամից վերևից կթափվի եւ հնարավոր է նույնիսկ չկարողանա հասնել արմատային համակարգին։ Անցքերը թույլ են տալիս, որպեսզի ավելորդ ջուրը հեռանա եւ ներքևում, այսինքն օդային հոսքը ավելի շատ լինի։ Կարող եք ուղղակի մի հատ պատոն վերցնել եւ այդ պատոնի վրա պարզապես շարել այս բույսերը։ Ընդամենը 10 օրից մենք կունենանք արդեն լիարժեք ելակներ եւ կարող ենք տնկել ուղիղ փոքր մարգիրով, կարող ենք խաչաձև, կարող ենք շախմատաձև, մի խոսքով ձեր այգին արդեն գարնանը դուք կարող եք ավելի գեղեցիկ եւ ավելի հրապուրիչ դարձնել եւ այդ դեպքում, քանի որ մենք պետք է պահպանենք սնման մակերեսները, այսինքն ելակի բույսերը կախված սորտից 20 կամ 25 սանտիմետր հեռավորության վրա, փոքր սորտերը, եթե հիբրիդներ չեն, նույնիսկ ավելի մոտ, կարող ենք այսպես աճեցնել եւ ընդամենը 1 ամսից մենք կունենանք շատ հաջողի պտուղներ։ Առայժմ այսքանը հետագայում ցույց կտամ այլ բույսերի կազմածություն։ Շնորհակալություն։